Գլուխ 9 Աստծո վկայությունը իր մասին Սուրբ գրքում հանդիպում ենք առաջինը Աստծո վկայությունը իր մասին, երկրորդը նրա ուղարկած մարգարեների վկայությունը, երրորդը առաքյալների վկայությունը։ Հին կտակարանում Աստված հայտնել է իրեն հոգևոր մարմնեղությամբ և կանխազդարարել է իր գալիք ինքնահայտնությունը մարմնավոր մարմնեղությամբ։ Նոր կտակարանը վկայում է այդ խոստմունքի կատարման և իրականացման մասին։ Անհրաժեշտ է ընկալել հրեական մտածելակերպը և հավատալիքը, որպեսզի դիտարկել Աստծուն սկզբնական տեսանկյունից։ Միայն Իսրայելի ժողովրդին էր տրվել պարտականություն շարադրել վկայություն միակ ճշմարիտ Աստծո մասին։ Աստված հայտնվեց Աբրահամին, Իսահակին և Հակոբին որպես ամենակարող Աստված։ Մովսեսի հետ Աստված խոսում էր երես առ երես (Ելից 33:11)։ Ողջ հին կտակարանի ընթացքում կային մարգարեներ, որոնց միջոցով խոսում էր Տերը։ Քանի որ Աստված կանգնած է առաջին տեղում, նա պետք է նախ և առաջ անձամբ իրեն ներկայացնի մի քանի բառով։ Եվ Աստված այս բոլոր խոսքերը խոսեց ասելով. «Ես եմ քո Եհովա Աստվածը, Էլոհիմ, որ քեզ Եգիպտոսի երկրիցը ծառայության տնից հանեցի, բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս»։ Ելից 21:3։ Սա ցույց տրվեց քեզ, որ գիտենաս, թե Եհովան է Աստված, չկա մի ուրիշը բացի նրանից։ Երկրորդ Օրինաց 4:35։ Եվ այսօր իմացիր և սրտիդ մեջը դիր, որ Եհովան է Աստված։ Վեր է երկնքի մեջ և ցած է երկրի վրա, ուրիշը չկա։ Երկրորդ Օրինաց 4:39։ Հիմա նայեցեք, որ ես եմ, և ինձ հետ միասին էլ Աստված չկա։ Երկրորդ Օրինաց 32:39։ Որպեսզի գիտենաք և հավատաք ինձ, և հասկանաք, որ ես եմ, ինձանից առաջ մի Աստված չկազմվեցավ, և ինձանից հետո չի լինելու։ Ես եմ, Եհովան, և ինձնից բացի ուրիշ փրկիչ չկա։ Եսայիա 43:10-11։ Որպեսզի իմանան արևելքից և արևմուտքից, որ ինձանից ջոկ մեկը չկա։ Ես եմ Տերը, և ուրիշը չկա։ Եսայիա 45:6։ Սակայն ես քո Տեր Աստվածն եմ Եգիպտոսի երկրիցն ի վեր, և ինձանից ջոկ մի Աստված չես ճանաչում, և մի փրկիչ չկա բացի ինձանից։ Ովսե 13:4։ Ստորև տրված են որոշ հատվածներ Նոր կտակարանի գրքերից, որոնք հաստատում են Հին կտակարանից մեջբերումներ։ Լսիր, Իսրայել, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է։ Լավ, վարդապետ, ճշմարտությամբ ասացիր, թե մեկ է Աստված, նրանից բացի ուրիշը չկա։ Մարկոս 12:29-32։ Որովհետև մեկ Աստված է։ Հռոմեացիներ 3:30։ Բայց մեզ համար մեկ Աստված կա։ Առաջին Կորնթացիներ 8:6։ Բայց միջնորդը մեկի չէ, սակայն Աստված մեկ է։ Գաղատացիներ 3:20։ Այն անեղծին և աներևույթին, այն մեկ Աստծուն, լինի պատիվ և փառք։ Առաջին Տիմոթեոս 1:17։ Որովհետև մեկ Աստված կա։ Առաջին Տիմոթեոս 2:5։ Դու հավատում ես, թե մեկ է Աստված, լավ ես անում։ Հակոբոս 2:19։ Այն մեկ իմաստուն Աստծուն և մեր Փրկչին, մեր Տեր Հիսուս Քրիստոսով, փառք և մեծություն, զորություն և իշխանություն բոլոր դարերից առաջ և հիմա և ամեն հավիտյաններում։ Ամեն։ Հուդա 20:5։ Հին կտակարանի հատվածները մարգարեական խոսքը և Նոր կտակարանինը առաքելական խոսքը միևնույնն են հաստատում։ Ոչ մի տեղ չի ասվում եռամիակ կամ երկմիակ Աստծո մասին կամ էլ հավերժական Որդու մասին։ Կարելի էր հաջողությամբ յոլա գնալ առանց չակերտներով Սուրբ Եռամիակության թեմայով գրված բազում հատորների, եթե ընդունված լիներ աստվածաշնչյան ուսմունքը և աստվածաճանաչողությունը։ Սուրբ գրքի վկայության համաձայն այսպես կոչված չակերտներով Սուրբ Եռամիակությունը կամ Սուրբ Երրորդությունը երբեք գոյություն չի ունեցել։ Նա չկա ոչ այսօր և ոչ հավիտենությունում։ Կա միայն մեկ Աստված,
որը բացեց իրեն որպես Հայր, Որդի և Սուրբ Հոգի։ Մշտնջենական Աստված անփոփոխ է և բացարձակ, և ինչ որ դուրս է եկել նրանից, հարատևում է իր հետ կապի մեջ։ Աստծո Որդի, Աստծո Խոսք, Աստծո Հոգի և այլն։ Որդին, Խոսքը, Հոգին և այլն իրենց ելակետն ունեն Աստծուն։ Իսկ ինքը Աստված այդպիսի ելակետ չունի, որովհետև ինքը միակն է, բացառիկը, հավիտենականը, նա ակունքն է, ելակետը և հարաբերակցության կետը, ամենը ամենում։ Հետո Նոր Կտակարանում նշված է. բայց մեզ համար մեկ Աստված կա, Հայրը, որից են ամեն բաները, և մենք նրա համար, և մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով են ամեն բաները, և մենք նրանով։ Առաջին Կորնթացիներ 8:6։ Աստվածաշնչի այս տեղում շատ հաջող ներկայացված է, որ կա միայն մեկ Արարիչ և մեկ Արարչություն, թեև նրան դիմում են մեկ անգամ որպես Աստված, մյուս անգամ որպես Տեր։ Գլուխ 10. Աստծո հոգևոր մարմնավորումը։ Անվերջ հավիտենության մեջ կար միայն մեկ Աստված։ Աստված հոգի է, Աստված լույս է, Աստված կյանք է։ Այդ սկզբնական հոգու և լույսի առատության մեջ սկզբում նա մենակ էր։ Այդպիսին նրան ոչ ոք երբեք չի տեսել։ Մենք սկսում ենք այն պահից, երբ Աստծո գործողությունները վկայված են մեզ, ամենասկզբից։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքը և երկիրը։ Ծննդոց 1:1։ Դիտարկելով անցյալը նոր կտակարանյան տեսանկյունից հաստատվում է. սկզբում էր բանը, և բանն Աստծո մոտ էր, և բանն Աստված էր։ Հովհաննես 1:1։ Այս համարում նկարագրված է ինքն իրեն բացահայտող, լույսի առատությունից դուրս գործողություն սկսող, այսինքն Աստված որպես բան, Լոգոս, Յահվե, որը գործում է և կարող է կերպարանափոխվել, որը հետագայում դարձավ մարմին և ընդունեց որդու կերպարանքը։ Որպես Յահվե, նա ցույց է տրված Էլոհիմի կողքին, հոգու և լույսի առատության սահմաններից դուրս։ Այդ պատճառով գրված է. նա սկզբում Աստծո մոտ էր, Հովհաննես 1:2, ոչ թե հավիտենության մեջ, քանի որ հավիտենությունը սկիզբ չունի։ Որպեսզի բոլորն իմանան, որ այստեղ խոսքը Յահվեի Արարչի մասին է, երկրորդ համարում խոսքի, Լոգոսի վերաբերյալ ասվում է հետևյալը. ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Այս տեքստի կապակցությամբ հարկ է դիտարկել նաև Կողոսացիների 1:16 խոսքը. վասնզի նրանով ամեն բան ստեղծվեցավ, ինչ որ երկնքումն և ինչ որ երկրիս վրա է, երևողները և չերևողները, թե աթոռները, թե տերությունները, թե պետությունները, թե իշխանությունները, ամեն բաները նրանով և նրա համար ստեղծվեցին։ Արարչության գործընթացի սկզբին երկիրը անձև էր, թոհու, և դատարկ էր, բոհու, նա դեռ չուներ ոչ ձև, ոչ կյանք։ Խավարը տարածված էր անդունդի վրա։ Այն պահին, երբ Աստված զբաղված էր արարչությամբ, Աստծո հոգին սավառնում էր խորության վրա։ Ամենասկզբից խոսքը, Լոգոս, և Աստծո հոգին ներդաշնակ միասնական գործում էին արարչության և քավության մեջ։ Արարչությունը իրականացվում էր ասված խոսքի միջոցով, սակայն կյանքը կարող էր առաջանալ միայն հոգու միջնորդությամբ։ Աստված ասում էր, և ասվածը առաջանում էր։ Նա ասաց. «Լույս լինի», Ծննդոց 1:3, և լույս եղավ։ Ինչ ասում էր Աստված, այն կատարվում էր։ Նրա խոսքի մեջ ստեղծագործական ուժ է պարունակվում։ Ամենասկզբում եկավ Աստված, ինչպես արդեն հիշատակվել է։ Դուրս եկավ իր սկզբնական առատությունից և հայտնվեց Յահվե ձևով։ Եվ Աստված ստեղծեց մարդը իր պատկերով։ Աստծո պատկերով էլ ստեղծեց նրան։ Ծննդոց 1:27։ Աստծո պատկերը մարդու տեսքն է։ Եվ այն աթոռի նմանի վրա մի նմանություն կար մարդու կերպարանքով նրա վրա վերևից։ Եզեկիել 1:26, Հայտնություն 4:2։ Աստված անձ է։ Նա քայլում էր այդ տեսքով Եդեմի պարտեզում և խոսում էր առաջին մարդկանց հետ։
Ծննդոց 18-ի մեկում նկարագրված է նրա այցելությունը Աբրահամին։ Եվ Եհովան երևցավ նրան Մամփրեի կաղնիների մեջ, և նա նստել էր օրվա տաք ժամանակը վրանի դռանը, և իր աչքերը վեր բարձրացրեց և մտիկ տվավ, և ահա 3 մարդիկ կանգնել էին իր մոտ։ Դրան հետևեց Աստծո և Աբրահամի միջև խոսակցությունը։ 2 հրեշտակները, որոնք ուղեկցում էին Աստծուն, հետագայում գնացին Սոդոմ։ Ծննդոց 19։ Փաստը, որը Աստված բացահայտում էր իրեն հոգևոր մարմնավոր ձևով, հաստատվում է ամբողջ 5 կտակարանում։ Հակոբը գոտեմարտում էր նրա հետ, բռնել էր նրան, և նույնիսկ նրանից հարված ստացավ բռունցքով ազդրին այնպես, որ կաղում էր։ Ծննդոց 32:22-32, Ովսե 4:6։ Աստված բոլորի համար, ում որ բացահայտել է իրեն և ում հետ որ խոսել է, եղել է և կա մեծագույն իրականություն, որը երբևէ կարող է լինել։ Երկրորդ կետը, որը պետք է առաջ քաշվի արարչագործության մասին հաղորդման հետ կապված, այն է, որ հրեշտակները նույնպես մարդու տեսք ունեն, ինչպես բազմիցս հաստատում է Սուրբ Գիրքը։ Դանիելը պատմում է. «Եվ ահա կանգնած էր մեկը առաջս մարդի երևույթի պես, և ես լսեցի մի մարդու ձայն Ուլայի միջից, և նա կանչեց ու ասաց. «Ով Գաբրիել, հասկացրու դրան տեսիլքը»։ Գլուխ 8:15-16։ 9:21-ում նա վկայում է. «Եվ ես տակավին խոսում էի աղոթքում, որ այն Գաբրիել մարդը, որը տեսիլքում տեսել էի սկզբում, շուտով թռչելով»։ Այսպիսով, մեծ նշանակություն ունի այն, որ ինքը Տերը և հրեշտակները մարդու ձև ունեն, քանի որ դրանով անսխալ պատասխան է տրվում Ծննդոց 1:26-ին։ Այստեղ գրված է. «Եվ Աստված ասեց. մեր պատկերովը և մեր նմանությամբ պես մարդ շինենք»։ Սկզբից Աստված շրջապատված էր հրեշտակներով, որոնք ունեն նույն տեսքը, ինչպես և նա։ Հոբինն ասում էր. «Ուր էիր ես երկրի հիմունքը դնելիս, իմացրու ինձ, եթե իմաստություն գիտես, առավոտյան աստղերը միասին ցնծալիս և Աստծո բոլոր որդիքը երբ որ գովաբանում էին»։ Հոբ 38:4-7։ Այստեղ Աստծո խոսքը վկայում է մեզ, որ երկնային զորքերը ներկա են, երբ Աստված արարում էր երկիրը։ Նրանց էր նա ասում. «Մարդ շինենք»։ Բացատրությունը, որը այստեղ խոսվում է աստվածության անձերի մասին, ճշմարիտ չէ։ Ոչ մի մարգարե և ոչ մի առաքյալ չի մեկնաբանել այս տեղը այդ իմաստով։ Երբ Եսայիա մարգարեն տեսավ Աստծո փառքը, տեսավ նույնպես և Աստծուն գահի վրա նստած, երկնային զորքերով շրջապատված։ Այն ժամանակ նա լսեց Աստծո ձայնը. «Որին ուղարկեմ, և ով կգնա մեզ համար»։ Եսայիա 6:8։ Միքիա մարգարեն պատմում է նման զգացումի մասին։ Նա վկայում է. «Ես տեսա Տիրոջը նստած իր աթոռի վրա, և երկնքի բոլոր զորքերը կանգնած էին նրա աջ և ձախ կողմին»։ Երկրորդ Մնացորդաց 18:18։ Երբ Տեր Աստված ցանկանալով վերջ տալ Բաբելոնի աշտարակաշինությանը, նա ասաց. «Եկեք իջնենք և այնտեղ նրանց լեզուն խառնակենք»։ Ծննդոց 11:7։ Ամեն անգամ նա խոսում էր դիմելով իրեն շրջապատող հրեշտակներին։ Շինենք, իջնենք, խառնակենք բառերը չեն մեկնաբանվել աստվածության համար ոչ մարգարեների կողմից հին կտակարանում, ոչ էլ առաքյալների կողմից նոր կտակարանում։ Գերագույն գաղտնիքը, որը չի կարող բացատրել ոչ մի մարդ, այն է, որ Տեր Աստված նոր կտակարանում իր հոգևոր մարմնեղությունից անցավ մարմնավոր մարմնեղության մեջ, ամբողջովին հրաժարվեց աստվածային հոգևորությունից և մարդ դարձավ։ Նույնպես և Ադամը սկզբից արարվել էր հոգևոր մարմնեղությամբ, ճիշտ Աստծո պատկերով։ Ծննդոց 1:27։ Երկրորդ գլխում ասվում է, որ հետո Ադամը շինվեց հողից։ Այսպես նա դարձավ երկրավոր, կենդանի շնչավոր էակ։ Հոգևոր մարմնացման մեջ Եվան արդեն նրանում էր, և դուրս հանվեց միայն նրանից հետո, երբ Ադամը ձևավորվել էր մսեղեն մարմնում։ Նույնպես և եկեղեցին արդեն կար Աստծո մեջ, երբ որ նա հոգևոր մարմնացման մեջ էր, և բացահայտվեց միայն այն ժամանակ, երբ նա հայտնվեց մարմնեղեն մսեղեն մարմնում։ Մարդը դարձավ անհնազանդ և անկում ապրեց ոչ թե այն ժամանակ, երբ հոգևոր մարմնում էր, այլ երբ ապրում էր մարմնեղեն մարմնում։
Նա պետք է ազատագրվի այդ ընկած վիճակից և վերադարձվի անմահության մեջ։ Այդ պատճառով Աստված դարձավ մեզ նման, որ իր մարմնավոր մարմնով մեր փրկության գինը վճարի, որ մենք կրկին կարողանանք դառնալ Աստծո որդիներ և դուստրեր։ Կողոսացիներ 1:22։ Այդպես կայացավ նոր սկիզբը, նոր արարչությունը։ Գլուխ 11. Աստծո փառքը։ Սկզբից Տեր Աստված հայտնվեց Մովսեսին կրակե բոցի տեսքով, մորենու թփում։ Սինայի վրա նա իջավ կրակի մեջ որոտի, կայծակի և փողի ձայնի ուղեկցությամբ։ Ողջ ժողովուրդը լսում էր նրա զորավոր ձայնը։ Ելից 19:20։ Այն ժամանակ Մովսեսն ու Ահարոնը, Նադաբը և Աբիուդը և Իսրայելի ծերերից 70 հոգի վեր գնացին, և Իսրայելի Աստծուն տեսան, և նրա ոտքերի տակը շափյուղա աղյուսով հատակի պես և բուն երկնքի պես պայծառ էր։ Եվ նա Իսրայելի որդիների ընտրյալների վրա իր ձեռքը չձգեց, և նրանք Աստծուն տեսան և կերան և խմեցին։ Ելից 27, 9-11։ Ամբողջ ժողովուրդը ականատես էր, որ կենդանի Աստված վկայեց իր մասին երկրի վրա։ Ոմանց թույլ էր տրվել մտնել նրա անմիջական ներկայության մեջ։ Նրանք տեսել էին Տեր Աստծուն տեսանելի կերպարանքով, որը կարողացան նկարագրել։ Շուտով դրանից հետո Մովսեսը նորից բարձրացավ սարը, որպեսզի հանդիպի Տեր Աստծուն։ Եվ Մովսեսը սարը ելավ, և ամպը ծածկեց սարը։ Եվ Եհովայի փառքը Սինա սարի վրա հանգչեց, և ամպը ծածկեց նրան 6 օր, և 7-րդ օրը ամպի միջից կանչեց Մովսեսին։ Եվ Եհովայի փառքի տեսիլքը սարի գագաթի վրա մաշող կրակի պես էր Իսրայելի որդիների աչքի առաջին։ Ելից 24:15-17։ Ամեն անգամ, երբ խոսքը գնում է Աստծո փառքի մասին, նկատի է առնվում հրեական շեքինա բառը, որը նշանակում է տեսանելի, փայլով, լույսով և շքեղությամբ լցված ամպի նման գոյացում։ Ինքը շեքինան արդեն գերբնական ձևով արտահայտված Տիրոջ ներկայությունն է։ Այդ պատկերով Տերը իջնում էր վկայության վրանի վրա, ողջ Իսրայելի համար տեսանելի ձևով 40-ամյա պանդխտության ժամանակ, որպեսզի խոսի Մովսեսի հետ։ Ցերեկը ամպի սյուն էր, իսկ գիշերը կրակի սյուն, լույսի հզոր ճառագայթումով։ Աստծո մյուս այրերը նույնպես տեսել էին այդ շեքինան, փառքը։ Եվ եղավ, երբ որ քահանաները սրբարանից դուրս եկան, ամպը լցրեց Տիրոջ տունը, և քահանաները ամպի պատճառով չկարողացան կանգնել ծառայելու, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։ 3-րդ Թագավորաց 8:10-11։ Եսայիա մարգարեն տեսել էր Տիրոջը գահի վրա և լսել էր սերովբեներին, որ կանչում էին. Սուրբ, Սուրբ, Սուրբ է զորաց Տերը։ Բոլոր երկիրը լիքն է նրա փառքովը։ Եսայիա 6:3։ Եզեկիել մարգարեն նույնպես կարող էր նայել Տիրոջը։ Նա պատմում է. և պայծառությունը նրա շուրջը ծիածանի կերպարանքի նման, որ լինում է ամպումը անձրևորը, այնպես էր այն պայծառության կերպարանքը շրջանակի։ Սա Տիրոջ փառքի նմանության կերպարանքն էր։ Եսայիա 1:27-28։ Անցումը հին կտակարանից նորին այնքան կատարյալ էր, ինչպես դա ի վիճակի է կատարել միայն Աստված։ Երբ Տերը մարդ դարձավ, իջավ այդ նույն շեքինան։ Եվ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նրանց առաջին, և Տիրոջ փառքը նրանց շուրջը ծագեց, և մեծ վախով վախեցան։ Ղուկաս 2:9։ Այլակերպության ժամանակ նույն բանը տեղի ունեցավ։ Եվ նա տակավին խոսելիս, ապա մի լուսավոր ամպ հովանի եղավ նրանց վրա, և ահա մի ձայն եղավ այն ամպիցը և ասաց. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ, դրան լսեցեք»։ Եվ նրանք սարից իջնելիս Հիսուսը նրանց պատվիրեց և ասաց. «Ոչ ոքի չասեք այդ տեսիլքը, մինչև որ մարդի որդին մեռելների միջից հարություն առնի»։ Մատթեոս 17:5-9։ Քահանայապետական աղոթքում ասված է. «Եվ հիմա փառավորիր ինձ դու, Հայր, քեզ մոտ այն փառքովը, որ աշխարհի լինելուց առաջ ունեի քեզ մոտ»։ Հովհաննես 17:5։ Աշխարհի լինելուց առաջ նա դուրս էր եկել Աստծուց որպես Լոգոս, Յահվե, և այդ փառքով էլ պայծառացել էր Յահուշուան։
Միևնույն ապրումն է ներկայացված փրկվածներին։ Եվ ես այն փառքը, որ ինձ տվիր, նրանց տվի, որ մեկ լինեն, ինչպես մենք էլ մեկ ենք։ Համար 22։ Կատարելությունը նկարագրված է այսպես. Հայր, նրանք, որ ինձ տվիր, կամենում եմ, որ ինչ տեղ որ ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն, որ իմ փառքը տեսնեն, որ ինձ տվիր, որովհետև աշխարհի հիմնելուց առաջ սիրեցիր ինձ։ Համար 24։ Նույնպես եւ մեզ նա սիրել եւ ընտրել է դեռևս աշխարհի հիմնելուց առաջ։ Եփեսացիներ 1:4-5։ Գլուխ 12։ Աստվածանից դուրս եկավ։ Քրիստոսը նշված է նույնպես որպես Աստծո արարածների սկիզբը։ Հայտնություն 3:14։ Ադամը Աստծո ստեղծած որդին է, Քրիստոսը ծնված որդին։ Ադամը Աստծո պատկերով էր, որպես արարած։ Քրիստոսը Աստծո պատկերն էր, Աստծո էությամբ։ Ադամը ուներ նույն ձևը, ինչ որ Տեր Աստված, Էլոհիմ Յահվեն, սակայն չուներ նրա էությունը, Աստծո բնությունը։ Նա Աստծուց չէր դուրս եկել, այլ արարվել էր նրա կողմից։ Բայց Աստված ցանկանում էր ունենալ որդիներ եւ դուստրեր, որոնք դուրս են եկել իրենից, որոնք կրում են իր էությունը, ունեն իր բնությունը։ Միայն որդին է Աստծուց դուրս եկել, եւ նրանով անդրանիկով է սկսվել Աստծո սերունդը։ Յահվեն ինքը Աստված էր, նա Եսեմն էր, մշտակյաց, լոգոս, գործող, որը հետո դարձավ մարդ։ Այն ինչը համարյա բոլոր աստվածաբանները աչքաթող են անում, թերևս կորիզն է հանդիսանում։ Այսինքն, ինչպես Յահվեն դուրս է եկել Աստծո սկզբնական ամբողջությունից, այնպես էլ որդին, որը հենց ինքը Յահվեն է, դուրս է եկել հորից։ Եթե ձեր հայրն Աստված լիներ, ինձ կսիրեիք, որովհետև ես Աստվածանից դուրս եկա։ Նրա համար, որ հայրը ինքը սիրում է ձեզ, որովհետև դուք ինձ սիրել եք և հավատացել եք, թե ես Աստվածանից դուրս եկա։ Որովհետև այն խոսքը, որ ինձ տվիր, ես նրանց տվի, և նրանք ընդունեցին և ճշմարտությամբ իմացան, որ քեզանից դուրս եկա, և հավատացին, թե դու ուղարկեցիր ինձ։ Երբ այդ գաղտնիքը բացվեց աշակերտներին, նրանք ասացին. Հիմա գիտենք, որ դու բոլորը գիտես, և պետք չէ, որ մեկը հարցնե քեզ։ Սրանով հավատում ենք, թե դու Աստվածանից դուրս եկար։ Հովհաննես 8:42, 16:27, 17:8, 16:30։ Միշտ, թե հին, թե նոր կտակարաններում խոսքը միևնույն Աստծո մասին է։ Այնտեղ հոգևոր մարմնացումով, այստեղ մարմնավոր մարմնացումով։ Ոչ թե Աստծո որդին, որը գոյություն ուներ Աստծո հետ մեկտեղ, դարձավ Աստծո որդի։ Դա պարադոքս կլիներ։ Հիսուսը դուրս է եկել Աստծուց։ Նա հոգուց ծնված որդի է, և այդ պատճառով նույնագոյ է Աստծո հետ։ Նա աստվածային կյանք ուներ իր մեջ, չէ որ նա հենց ինքն էր։ Աստծուց կարող է առաջանալ միայն Աստված, և կարող է առաջացնել միայն իր տեսակի պես։ Նրա միջոցով Աստծո բոլոր որդիներն ու դուստրերը հաղորդ եղան աստվածային բնությանը։ 2 Պետրոս 1:4։ Աստվածաբանության մեջ հիմնականում որոշվում է հոր հարաբերությունը որդու և որդունը Սուրբ Հոգու հետ։ Ընդ որում յուրաքանչյուրը հակադրվում է մյուսին։ Թե դա ինչ իմաստ ունի, անհասանելի է։ Աստվածաբանությանը միանում է նաև փիլիսոփայությունը և կազմվում է կախարդական մի շրջան, որից նրանում գտնվողներին հնարավոր չէ փախչել։ Աստվածաշնչյան աստվածաբանությունը Աստծո հավիտենական փրկարար որոշման իրականացման մեջ է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի միջոցով մարդկության համար։ Խոսքը վերաբերվում է ոչ թե Աստծո հայտնությունների բացատրությանը, որոնք անհրաժեշտ են փրկություն ստանալու համար, նրանց փոխկապակցությանը իրար հետ, այլ մեր նկատմամբ Աստծո վերաբերմունքի մասին է։ Ինչ դիրքում է գտնվում նա մեր նկատմամբ և ինչպես ենք մենք վերաբերվում նրան։ Դա է գլխավոր կետը։ Աստված բացատրել է իր վերաբերմունքը մարդկությանը։ Այսպես կոչված Նիկեո հավատքի հանգանակի ուսմունքը ուղղակի աստվածաշնչյան չէ։
Այնտեղ գրված է. Հավատամք որդի Աստծոյ, ծնյալ Աստծոյ հորե միածին, այսինքն Էութենե հոր, Աստված Աստծոյ, լույս ի լույսե, Աստված ճշմարիտ, Աստծոյ ճշմարտ է, ծնունդ և ոչ արարած։ Այստեղ ստացվում է, որ հայրը պետք է ծներ որդուն երկնքում։ Ինչպես կարելի է դա պատկերացնել։ Որտեղ է այդպիսի միտք թեկուզ ակնարկով հաստատվում Սուրբ գրքում։ Հայրը հոգու միջոցով լույս աշխարհ բերեց որդուն երկրի վրա, Մատթեոս 1, և սկիզբ դրեց նոր աստվածային տեսակին։ Հոգով որդին Աստված էր, մարմնով նա մարդ էր, որպեսզի այդ ճանապարհով մարդկությանը բերեր աստվածային վիճակի մեջ։ Նա պետք է մարդ դառնար, որպեսզի կարողանար մեռնել։ Նա պետք է լիներ Աստված, որպեսզի հաղթեր մահին, դժոխքին և դևին։ Աստված հայտնվեցավ մարմնում, արդարացավ հոգովը, երևցավ հրեշտակներին, քարոզվեցավ հեթանոսներին, հավատացվեցավ աշխարհքում և վերացավ փառքով։ Առաջին Տիմոթեոս 3:16։ Պողոսը հարկ չհամարեց փոքր-ինչ բացատրություն տալ այդ մեծ խորհրդին։ Նա բավարարվեց պնդումով. և հայտնապես մեծ է աստվածպաշտության խորհուրդը։ Որդու ծնունդը կայացավ ոչ հավիտենության մեջ և ոչ էլ հին կտակարանի ընթացքում, այլ այնպես, ինչպես մեզ շատ պարզ և մատչելի նկարագրվում է նոր կտակարանում։ Դրա համար խոստմունքում օգտագործված է այսօր արտահայտությունը։ Ամենը, ինչ հին կտակարանում պարունակվում է մարգարեություններում, այն ժամանակ դեռ ապագայում էր։ Միայն նոր կտակարանն է բացում նրանց իրականացումը։ Դա պատահականություն չէ, որ Աստծո հրաման արտահայտությունը օգտագործվում է հետևյալ համարում. Կպատմեմ հրամանը, Տերն ասաց ինձ. դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ։ Սաղմոս 2:7։ Եբրայեցիների 1:5-ում ասված է. որովհետև հրեշտակներից որին ասեց երբեք, իմ որդին ես դու, և ես այսօր ծնեցի քեզ։ Եբրայեցիներին ուղղված ուղերձում այդ ազդարարված այսօրը մեր աչքերի առջև ներկայացված է որպես որոշակի օր։ Կրկին ուրիշ օր է հաստատում, այսօր գլուխ 4:7։ Այդ այսօրը փրկության օրն է, որովհետև ասում է. ընդունելի ժամանակում լսեցի քեզ, և փրկության օրումը օգնեցի քեզ։ Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը։ Երկրորդ Կորինթացիներ 6:2, Եսայա 49:8։ Եբրայեցիների ուղերձի գրողը, համեմատելով հինկտակարանյան հավատացյալների հետ, որոնք չէին հավատում, նախազգուշացում է տալիս. այլ իրար հորդորեցեք ամեն մեկ օր, քանի որ այսօր է ասվում, որ ձեզանից մեկը չխստանա մեղքի խաբեությունովը։ Եբրայեցիներ 3:13։ Շնորհքի ամբողջ ժամանակի ընթացքում, որը տարածվում է Քրիստոսի գալստից, աստվածահայտնությունից մինչև նրա երկրորդ գալստի վերջին օրը, մենք ապրում ենք փրկության օրվա մեջ, նոր կտակարանյան այսօրվա մեջ։ Հռոմեացիների ուղերձում 1:3-4-ում որդու մասին կարդում ենք հետևյալը. ու մարմնի կողմանե Դավիթի զավակիցը եղավ, և Աստծո որդի սահմանվեցավ զորությունով սրբության հոգու կողմանե մեռելներից հարություն առնելուցը։ Քրիստոսի հարությունը հաղթական ապացույցն է, որ նա այն խոստմունքի որդին էր, և որ նրանով այդպիսով կատարվեց երկրորդ Սաղմոսը։ Եվ մենք ավետարանում ենք ձեզ այն խոստմունքը, որը հայրերին եղած էր, որ Աստված այն կատարեց մեզանում, որ նրանց որդիքն ենք, Հիսուսին հարուցանելով, ինչպես երկրորդ Սաղմոսում գրված է. դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ։ Գործք 13:32-33։ Մարիամն ասաց Գաբրիել հրեշտակին, որը բերել էր նրան աստվածային լուրը խոստացված Մեսիայի մասին. սա ինչպես կլինի, ըստ որում ես այր չգիտեմ։ Հրեշտակը պատասխանեց և ասեց նրան. Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը քեզ վրա կհովանավորի, վասն որո այն ծնված Սուրբն էլ Աստծո որդի կկոչվի։ Ղուկաս 1:34-35։
Սուրբ գրքի վկայությամբ ոչ թե Աստված, այլ Մարիամն է որդի ծնել։ Մարիամը ներկայացված է Աստվածաշնչում ոչ թե պաշտանմունքի և հրճվանքի համար, նրա օրինակով ցույց է տրված, որ մարդիկ ոչ մի ընդհանուր բան չունեն Աստծո արարչության հետ։ Մարդու որդի Հիսուսը բացարձակապես աստվածային ծագում ուներ։ Մարիամը միայն աստվածային սուբստանցիայի բնական կրողն էր, որի ծնունդը ամբողջովին գերբնական գործընթաց էր։ Չկա մի այնպիսի կրոնական գործողություն, որը կարողանար փոխարինել Աստծո գործողությանը։ Մատթեոսի ավետարանի 1:2-ում գրված է. որովհետև նրանում ծնվածը Սուրբ Հոգիիցն է։ Որ Սուրբ Հոգին ինքնին անձ չէ, այլ նա Աստծո Հոգին է, կարելի է հետևություն անել նրանից, որ Հիսուսը ոչ միտեղ անվանված չէ Սուրբ Հոգու որդի, թեև ծնված է Հոգուց, այլ անվանվում է Աստծո որդի։ 22-րդ համարում ասվում է, որ այստեղ ի կատար է ածվել այն, ինչ Աստված ազդարարել էր մարգարեի միջոցով։ Ահա կույսը կհեղիանա և որդի կծնի, և նրա անունը Էմանուել կկանչեն, որ թարգմանվում է Աստված մեզ հետ։ Եսայիա 7:14։ Տղայի մասին ասված է. խնդրիր ինձանից, և ես հեթանոսները քեզ ժառանգություն կտամ, և երկրի ծայրերը քեզ ստացվածք։ Սաղմոս 2:8։ Մենք կարող ենք փրկված լինել միայն շնորհիվ նրա, որ հայրը հայտնեց իրեն որդու մեջ և դարձավ մեր փրկիչը։ Դրա համար հավատքը առ Աստծո որդուն շնորհք ստանալու միակ նախապայմանն է։ Միայն այնտեղ է վերջանում Աստծո բարկությունը, որտեղ նա հաշտված է մարդկության հետ, այսինքն Քրիստոսում։ Հավատքը առ որդին հանդիսանում է միաժամանակ և բացարձակապես հավատք առ հայրը։ Ամեն ով որ որդուն ուրանում է, հորն էլ չունի։ Նա որ որդուն դավանում է, հորն էլ ունի։ Առաջին Հովհաննես 2:23։ Ով մերժում է որդու աստվածությունը, նա Աստծուն չունի որպես հայր։ Նույնպես և Սաղմոս 2-ն մեկ շնչով ասում է Յահվեի և որդու մասին. վախով ծառայեցեք Տիրոջը և դողալով ցնծացեք։ Որդուն համբուրեցեք, որ չբարկանա, և դուք չկորչեք ճանապարհումը, որովհետև նրա բարկությունը շուտով կվառվի։ Երանե այն ամենին, որ նրան են հուսացած։ Սաղմոս 2:11-12։ Հավատքն առ Աստծո որդին անհրաժեշտ է փրկության համար, քանի որ Աստված ոչ որպես հայր, այլ որդու մեջ մեզ փրկություն բերեց։ Դրա համար գրված է. որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ որդուն չհավատացողը կյանք չի տեսնի, այլ Աստծո բարկությունը մնում է նրա վրա։ Հովհաննես 3:36։ Աստված չի սովորեցնում մեզ ինքն իր մասին։ Նա բացահայտում է իրեն տարբեր ձևերով։ 4-րդ դարից ի վեր դոգմատիկ ձևակերպումները Աստծո որդու մասին ֆանտաստիկ պատկերացումներ են։ Ոմանց համար նա աշխարհ եկած Աստված էր, մյուսների համար արարված, երրորդների համար Աստծուց ծնված Աստված։ Եվ այդ ամենը պետք է կատարված լիներ բոլոր ժամանակներից առաջ, այսինքն հավիտենականությունում։ Ինչով մեզ կարող էր օգտակար լինել սաղմնավորված, արարված կամ ծնված Աստվածը։ Այդպիսի Աստված չկա։ Ծնունդը վերաբերվում է որդուն, այդպես է մեզ ասում Սուրբ գրքի պարզ վկայությունը։ Եվ նա միածին որդի է, որն ամբողջովին առաջանում է Աստծուց։ Նա Աստծո և Մարիամի որդին չէ, նա միայն Աստծո միածին որդին է։ Շատ աստվածաբաններ ընդունում են, հաշվի առնելով ժամանակակից գենետիկան, իբր Մարիամի ձվաբջիջը աստվածային բեղմնավորում է ստացել Սուրբ Հոգու միջոցով։ Բայց այն ժամանակ մեղսավոր սկիզբը ձվաբջջի քրոմոսոմներից կլցվեր աստվածային գենետիկ կառույցի մեջ, և նորից խառնակում կկատարվեր։ Բացառվում է։ Միածին նշանակում է, որ ամեն ինչ, այդ թվում և ձվաբջիջը, առաջացել է Աստծուց։ Հին կտակարանի մարգարեական բնույթը բառերում, կերպարում և փոխաբերական խոսքում հանդիսանում է կանխատեսող և կանխանշող հայտնություն, որի իրականացումը դեռ չի եղել։ Հին կտակարանի վկայության մեջ խոսքը հիմնականում ասվելու բաների մասին է։ Եբրայեցիներ 3:5։ Մարգարեները, ում միջոցով խոսում էր Սուրբ Հոգին, տեսնում էին ապագան։
Նրանց բացված էր, որ իրենք ծառայում են ոչ թե իրենց, այլ մեզ։ Առաջին Պետրոս 1:12։ Այն ժամանակվանից, երբ խոսողը և գործողը ինքը դարձավ մարդ, մենք գործ ունենք իրականացված, ի կատարածված Աստծո մարմնավորված հայտնության հետ Քրիստոսում։ Մարգարեներն ասում էին, թե ինչ պետք է կատարվի։ Առաքյալները վկայում էին, որ այդ կատարվեց։ Հայտնության խոսքով ազդարարողը հայտնեց իրեն, և նրանում բնակված է աստվածության ամեն լիությունը մարմնապես։ Կողոսացիներ 2:9։ Անհասկանալի է, թե ինչպես Աստծո հայտնության խոսքերից ծագում են մարդկային տեսություններ, և ինչպես Աստծո այդպիսի փառահեղ հայտնությունը Քրիստոսում կարող է մեկնաբանված լինել փիլիսոփայության և եռամիասնության հասկացություններում։ Պրոֆեսոր Էմիլ Բրուները այդ մասին գրում է այսպես. Ճիշտ այդպես էլ երեք անձերի մասին հասկացությունը ավելի քան կասկածելի է։ Դեռևս Օգոստիանոսը զգում էր այդ։ Կարծում եմ, որ այդ մտորումները կիսում է նաև Բարտը։ Կարելի է հրաման տալ գիտակցությանը։ Դու պետք է այդ երեք անձերին այնուամենայնիվ ներկայացնես որպես մեկ։ Ոչինչ չի օգնում։ Մնում է միայն անվստահ թափառումը եռաստվածության և միաստվածության մոնոթեիզմի միջև։ Ոչ միայն էություն հասկացությունը, այլև անձնավորություն հասկացությունը չափազանց անարտահայտիչ է, որ ընդգրկի բացահայտողի և բացահայտվողի միասնության գաղտնիքը։ Երեք անձեր իրար կողք կողքի կան, սակայն որպես հետևանք նրա, որ փրկարար պատմաբանական մտածելակերպը արդեն անհասկանալի է դարձել։ Սկսել են զբաղվել հայտնության տրանսցենդենտալ ֆոնով ինքնըստինքյան երրորդության ներքին կյանքը սարքելով մտորումների գլխավոր թեմա։ Դա այն է, ինչը արմատորեն աստվածաշնչյան չէ երրորդության մասին եկեղեցական ուսմունքում։ Մարգարեները և առաքյալները չգիտեին ոչ մի եռամիասնություն։ Դրա համար եռամիասնական աստված ձևակերպումը Աստվածաշնչում ոչ մի անգամ հիշատակված չէ։ Ինչպես պետք է երեք անձնավորություններ, որոնք համաձայն են իրար հետ, լինեն մեկ Աստված։ Իրոք դա կարելի է անվանել Աստվածաշնչին օտար հեթանոսական ուսմունք։ Միակ ճշմարիտ հավիտենական Աստվածը իր մասին իմացնել տվեց եռակի ձևով։ Երկնքում որպես հայր, երկրի վրա որպես որդի և Սուրբ Հոգու միջոցով։ Դա գրքի վկայությունն է։ Մարգարեներն ու առաքյալները, որոնք շփվում էին Աստծո հետ, լսում, տեսնում և ճանաչում էին նրան, այնպես էին ազդարարում նրան, ինչպես նա հայտնել էր իրեն նրանց։ Աստվածաբանները Աստծուն աղավաղել են, մեկից երեք են սարքել։ Նրանց մեծամասնությունը համաձայնվում է, որ Աստվածաշունչը չգիտի եռամիասնության մասին ուսմունք, սակայն այնուամենայնիվ պաշտպանում են այն։ Ինչպես դա կարող է լինել։ Տիրոջ ասած խոսքերը ճշմարիտ են մնում հավիտյան։ Ոչ ով չի ճանաչում որդիին, բայց միայն հայրը, և ոչ ով չի ճանաչում հորը, բայց միայն որդին, և ում որ որդին կամենա հայտնել։ Մատթեոս 11:27